Պատկերացրեք, ձեր 70-ամյակն է։ Դուք ստանում եք շքեղ տորտ երկրի ղեկավարից, ով ձեզ ատում է։ Ուտում եք մի կտոր և ժամեր անց մահանում սարսափելի տանջանքների մեջ։ Սա նման է թրիլերի։ Սա Լենինի կնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի վերջին օրվա պատմությունն է։ 1939 թվականի փետրվարի 26-ն էր։ Նադեժդան նշում էր Հոբելյանը։ Ստալինը, ով տարիներ շարունակ սպառնում էր նրան և նույնիսկ ասում, որ կնշանակի Լենինի նոր այրի, հանկարծ նվեր է ուղարկում մի հսկայական տորտ։ Բայց ինչու հենց հիմա։ Փաստն այն է, որ ընդամենը օրեր անց Նադեժդան պետք է ելույթ ունենար կուսակցական համագումարում և, ըստ լուրերի, պատրաստվում էր հրապարակավ քննադատել Ստալինին և բացահայտել Լենինի իրական կտակը։ Տորթը ուտելուց հետո նրա վիճակը կտրուկ վատանում է, և այստեղ սկսվում է ամենատարօրինակը։ Բժիշկները ուշանում են ավելի քան 3 ժամ, իսկ երբ գալիս են, վիրահատելու փոխարեն նրան ջեռակ են նշանակում, ինչը ապենդիցիտի դեպքում հավասարազոր էր մահապատժի։ Ստալինը սպասում էր, մինչև պերիտոնիտը վերջնականապես կխլեր նրա կյանքը։ Ընկերներ, պատմության այսպիսի մութ էջերը հաճախ թաքցվում են մեզնից։ Եթե ուզում եք իմանալ ավելին, հենց հիմա լայքեք տեսանյութը և միացեք Արգան բլոգի էջերին։ Ստալինը ոչ միայն չթույլատրեց վիրահատությունը, այլև հետո անձամբ տարավ նրա աճյունը թաղման ժամանակ, ձևացնելով, թե սգում է։ Իսկ որպես վերջին դաժան հեգնանք, նրա մահից հետո շոկոլադի գործարանը կոչեցին նրա անունով։ Ինչ եք կարծում, արդյոք սա պատահականություն էր, թե Ստալինի հերթական դաժանորեն հաշվարկված սպանությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ես կարդում եմ յուրաքանչյուրիդ մեկնաբանությունը։ Ես Արգամ Ռոբերտին եմ։ Կհանդիպենք։